տրնդեզի խարույկապաշտությունը ոչ մի կապ չունի հայոց եկեղեցու ծիսարանի հետ, ընդհակառակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր հաճախապատման 3-րդ թղթի մեջ մեզ գրում է, որ պետք է մենք զգուշանանք հունական եւ ընդհանրապես ամեն տեսակի հեթանոսական էլեմենտներից, որ գալիս է հնուց դեռ 800 տարի առաջ Հեսիոդի Թեոգոնիա կոչվող ժողովածուից եւ այդտեղից էլ սփռվեցին հեթանոսության այս սովորույթները, ֆեստիվալները ժողովուրդների մեջ։ Սիրելիներս, մեր ժողովուրդը երբեք կրակների վրա չի ցատկել, ինչպես դա այսօր կատարվում է այս եկեղեցու առաքելական իբր թե կոչվող նվիրապետության կողմից, որը պարզապես ես կարող եմ ասել, որ ոչ միայն հեթանոսական է, այլ նաև խելագարություն է, եւ ահա դա բերեց միայն գարեգին վեհափառ կոչվողի նվիրապետությունը նվիրապետության կողմից եւ դա բացարձակապես անընդունելի է մեր ժողովուրդը բացի Խոյի նահանգից, որոնք գտնվում էին մոտիկ պարսիկներին եւ դա պարսկական սովորություն է, մեր ժողովուրդը երբեք խարույկ չի վառել եւ խարույկի վրայից չի ցատկել։ Իր բնական անունով Կտրիչ Ներսիսյան այս մարդը անօրինական է եւ անվավեր, նրա կաթողիկոսի ընտրությունը կատարվել է սիմոնական մեղքի շնորհիվ, այսինքն նա կաթողիկոս չի կարող լինել, նա անգամ չի կարող լինել եպիսկոպոս եւ անգամ չի կարող լինել քահանա, որտեղ 70-ական թվականներին Գարեգին Ներսիսյանի եւ Կտրիչ Ներսիսյանի, այդպես է իր ծննդյան անունը, Ավստրիայում կատարել են մարդասպանության փորձ, նման քրեական հանցագործները վտարված են եկեղեցուց դե ֆակտո։ Նրանք, ովքեր Գարեգին երկրորդին համարում են հայոց եկեղեցու վեհափառ, կատարում են մահացու մեղք եւ այս հարցը պետք է լուծվի եպիսկոպոսների եւ հոգևորականների հատուկ սինոդում։